Շոկի մեջ է ամբողջ ծափաթաղը, անհետացած 3 տարեկան Տիգրանը չկա ու չկա, տղային վերջին անգամ մեծ եղբոր հետ են տեսել։ Ես տեսել եմ Հանեմն փոքրը իրար հետ են եղել, այդ ուժը ես չեմ տեսել, մենակ մեծին տեսա Բարսելոնայում։ Տիգրանի եղբայրը համր է, չի կարողանում խոսել, կադրերում երևում է, թե ինչպես է շամվզից պարանը բռնած, քայլում այն ճանապարհով, որով անցել է նախորդ օրը եղբոր հետ։ Դեպի լիճը։ Հա։ Ցուցատալիս է, բայց այդ մանկը այսօր գնացել են, գերեկ գնացել են, գնդե սաղով գնացել են, խորացել են, չկա։ Բայց առայժմ անարդյունք են որոնումները, որակրոջ հետ գնացել են լոգոպեդի մոտ, գուցե այդպես մի հետքի վրա դուրս գան իրավապահները։ 3-ամյա Տիգրանին գտնելու որոնողական աշխատանքներին գիշերվանից մասնակցում են 200 կամավոր, ներքին գործերի նախարարության 5 տարբեր բաժինների ավելի քան 300 աշխատակիցներ, օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր։ Շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ փոքրիկը հնարավոր է գնացքի տակ ընկած լինի։ Իրավապահները անօդաչու թռչող սարքով զննում են տարածքը։ Սա միակ վարկածը չէ, բայց իրավապահները չեն ուզում խոսել դրանց մասին։ Մենք բոլոր վարկածները եւս մեր աշխատանքային ստեղծել ենք շտաբ, ուսումնասիրում ենք, ոստիկանությունը եւս ստուգում են բոլոր վարկածները։ Այսինքն որոնք են այդ վարկածները։ Վարկածները այս բան չեմ հրապարակի, ընթացքում կաշխատի։ Առևանգելու մասին վարկած չկա նման։ Այս պայդորությամբ նման վարկած չի դիտարկվում։ Ծափաթաղում այսօր ոչ մի երեխայի մանկապարտեզ չեն տարել ծնողները, անհանգիստ են գյուղում։ 3-ամյա Տիգրանը բազմազավակ ընտանիքից է, տանը 5 երեխա է մեծանում, ինքը ամենափոքրն է։ Վանաձորում հոկտեմբերի 27-ին դատական նիստի ընթացքում մեղադրյալին դանակահարածը սպանվածի մայրն է եղել։ Արմնուրիայմին հայտնի է դարձել, որ դատարանը քննում էր Ստեփանավանում անցած տարի տեղի ունեցած զարհուրելի սպանության գործը։ 21-ամյա տղային դաժանաբար սպանել էին 4 երիտասարդներ, ապա այրել սպանվածի հագուստները, մարմինը ծածկել հողով եւ քարերով։ Հոկտեմբերի 27-ի դատական նիստի ժամանակ սպանված տղայի մայրը դանակով հարվածել է մեղադրյալներից մեկին ու փախել դատարանից։ Վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։ Այժմ հայտնի չէ, թե որտեղ է դանակահարած կինը։ Ասֆալտին պարկեցնելով բերման ենթարկված ապակալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կինը ծննդաբերությունից հետո առողջական լուրջ խնդիրներով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ծայրահեղ ծանր վիճակում, հայտնել է Կոչուբաևի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Գլխավոր դատախազությունը փոխել է Կոչուբաևի խափանման միջոցը երկրից բացակայելու արգելքով եւ փաստաբանին ազատ են արձակել։ Հեծի վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման հրապարակմանը մնացել է 1 ամիս։ Կվերցվի արդյոք ընկերության լիցենզիան Տաշիր ընկերությունների խմբից թե ոչ։ ՀՑԿՀ նախագահը հրաժարվել է պատասխանել հարցին։ Նա կրկին հավատացրել է, որ անկախ նրանից թե ինչ է հայտարարել Հայաստանի վարչապետը հեծի վերաբերյալ, հանձնաժողովը օբյեկտիվ որոշում է կայացնելու։ Լրագրողները հիշեցրել են, որ ըստ Նիկոլ Փաշինյանի հեծի շուրջ իրավիճակի հանգուցալուծման 2 սցենար կա, եւ դրանցից որն էլ լինի, ընկերության լիցենզիան Տաշիր ընկերությունների խմբից պետք է վերցվի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին անդամ ՀՑԿՀ նախագահը չի համաձայնել լրագրողների այս դիտարկմանը։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամենի հիմքում քաղաքական որոշումն է։ Դրա համար մեր բոլոր կասկածները ուղղված է, դրա մասին է։ Դուք չեք կարող Նիկոլ Փաշինյանի հակառակ որոշում կայացնել։ Այս է խնդիրը։ Դուք հիմա ինչ պատճառաբանություն եք բերել, քաղաքական որոշումը կայացվելու։ Դուք հիմա ինձնից հարցը զրույց եք վերցնում, թե իմ հետ բանավիճում եք։ Չէ, դուք բանավիճում եք։ Որ ձեր կապած չի, կաշկանդված չեք։ Ես արդեն պատասխանեցի այդ հարցերին։ Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները բացահայտ հակասում են մարդու հիմնարար իրավունքներին եւ ազատություններին եւ նրա շարունակական կալանքը ակնհայտորեն ապօրինի է, հայտարարել է ավստրալիա-բրիտանացի աշխարհահռչակ փաստաբան իրավաբան գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը։ Ըստ իրավաբանի մեջբերում ցանկացած բանական դատավորի համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը որևիցե անօրինական բան չի արել։ Նա պարզապես պատասխանել է վարչապետի իր եւ իր եկեղեցու դեմ ուղղված չափազանցված ու սադրիչ հարձակումներին։ Հայտարարության մեջ որևէ ակնարկ չկար հանցավոր մասնակցության, բռնության կամ այլ ապօրինի գործողության մասին։ Առավելագույնը դա կարող էր նշանակել եկեղեցու պաշտպանություն հասարակական աջակցությամբ կամ հրապարակային դիրքորոշմամբ։ Ոչ մի ժողովրդավարական երկրում, որտեղ խոսքի ազատությունը երաշխավորված է սահմանադրությամբ, ինչպես դա երաշխավորված է նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ պատշաճ կերպով վավերացված է միջազգային պայմանագրերով, չի կարող պնդվել, թե պարոն Կարապետյանի արտահայտած կարծիքները ունեն այդպիսի իմաստ, մեկնաբանություն կամ հետևանք։ Այդպիսով
իրավական առումով նշանակություն չունի արդյոք վարչապետը արդարացի հիմքեր ուներ եկեղեցու կամ ամբաստանյալի քննադատության համար։ Կարևորն այն է, որ պարոն Կարապետյանը որևէ կոչ չի արել կառավարությունը բռնությամբ տապալելու այն հանցանքը, որով նրան մեղադրում են։ Պետությունը իրավական հիմք չի ունեցել Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելու գոյություն չունեցող հանցագործության համար, ասված է հայտարարության մեջ։ Թուրքիայի արևմուտքում Բալաքեսիրի նահանգում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Փլուզվել է 4 շենք, վիրավորվել 22 մարդ։ Բալաքեսիրի Սինդիրգի շրջանում ուսումնական հաստատությունները փակվել են։ Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Իզմիրում, Ստամբուլում, Բուրսայում։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինա ուղարկել 2000 զինվոր։ Մակրոնի հրամանով կազմված զորամիավորման հիմնական մասը գրոհայիններ են Լատինական Ամերիկայի երկրներից։ Ռուսական տվյալներով ֆրանսիական զորքն արդեն Ուկրաինայի սահմանի մոտ է Լեհաստանում եւ անցնում է ինտենսիվ մարտական պատրաստություն։ Ըստ Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տեղեկության հնարավոր արտահոսքի դեպքում Փարիզը նախապես մշակել է պլան, հայտարարելու թե խոսքը ոչ թե զորախմբի, այլ հրահանգիչների փոքր խմբի մասին է։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնել է, թե Մակրոնը ֆրանսիացի զինվորականներին պետք է ուղարկի ոչ թե Ուկրաինա, այլ ֆրանսիական թանգարանները պաշտպանելու։ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էլ նախազգուշացրել է, որ օտարերկրահատուկ ծառայությունները փորձում են ներթափանցել Ռուսաստանի կարևորագույն օբյեկտներ դիվերսիաներ իրականացնելու համար։ Շոյգուն նաև տեղեկացրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել հատուկ վտանգավոր օբյեկտների պաշտպանությունն ուժեղացնելու համար կամավորական ջոկատներ ստեղծելու առաջարկին։ Contrary to the PA's promises. Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում Գազայի տարածքում տեսնել թուրքական զինված ուժերի։ Հունգարիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում իսրայելցի պաշտոնյան նշել է, երկրները, որոնք ցանկանում են զորքեր ուղարկել, պետք է արդար լինեն Իսրայելի հանդեպ եւ բարեկամական վերաբերմունք ունենան։ Էրդողանի Թուրքիան դաշնամական դիրք է բռնել ոչ միայն իր հռետորաբանությամբ, այլև դիվանագիտական ու տնտեսական գործողություններով։ Հետևաբար նրանց զորքերին գազամուտ գործել թույլ տալը խելամիտ չէ, եւ մենք այդ մասին տեղեկացրել ենք մեր ամերիկացի ընկերներին, ասել է Իսրայելի արտգործնախարարը։ Ասուլիսից հետո իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Գազայի հատվածում որպես միջազգային կայունացող ուժերի մաս կարող են դառնալ ադրբեջանական զորքերը, նաեւ Ինդոնեզիայի եւ Պակիստանի զինուժը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ճապոնիա, նրան դիմավորել են Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին եւ կայսր Նարուհիտոն, ուղեկցել ակասակա պալատ։ Երկրի նորանշանակ կառավարության ղեկավարի հետ ստորագրվել է երկու փաստաթուղթ՝ Ճապոնիա-ամերիկյան դաշինքի նոր ոսկեդարի համաձայնագիր եւ Ճապոնիա-ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հողերի արդյունահանման եւ վերամշակման համաձայնագիր։ ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Ճապոնիայի պաշտպանության ծախսերը մեծացնելու քայլը եւ հայտնել է, որ արդեն այս շաբաթ Ճապոնիա կհասնի ամերիկյան հրթիռների առաջին խմբականակը F-35 կործանիչների համար։ Թրամփը եղել է Ճապոնիայի ռազմածովային բազայում եւ ապրել ամերիկյան ռազմանավի վրա։ ԱՄՆ ղեկավարը իր ելույթում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պատերազմի նախարարին եւ ասել է, որ ամեն ինչ անելու են ԱՄՆ-ն պաշտպանելու համար։ Այս պահից սկսած, եթե երբևէ պատերազմ լինի, մենք այն հաղթելու ենք։ Հաղթելու ենք այնպես, ինչպես դեռ ոչ ոք երբևէ չի հաղթել։ Ճապոնիայի այցի ավարտին հայտնի է դարձել, որ այդ երկրի վարչապետը Թրամփին առաջադրելու է 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքական խորհրդական Բալաշ Օրբանը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է Եվրամիության շրջանակներում դաշինք ստեղծել Չեխիայի եւ Սլովակիայի հետ։ Ըստ վերլուծաբանների, Բուդապեշտը պատրաստվում է միավորվել Չեխիայում վերջերս կայացած ընտրություններում հաղթած Անդրեյ Բաբիշի եւ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ եւ Եվրամիությունում ձևավորել Ուկրաինայի նկատմամբ թերահավատորեն տրամադրված երկրների դաշինք։ Այն կբարթացնի Կիևին օգնություն ուղարկելու Եվրամիության որոշումների ընդունումը։ Ըստ Հունգարիայի ղեկավարի, Ռուսաստանի սառեցված ակտիվներն անօրինական օգտագործելու Եվրամիության մտադրությունը կարող է դառնալ նոր պատերազմի նախերգանք եւ հանգեցնել Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության։ Ի դեպ, Հունգարիայի վարչապետը Ռոմում հանդիպել է իտալացի գործընկերուհուն Ջորջիա Մելոնիին։ Նրանք խոսել են ուկրաինական հակամարտության, Մերձավոր Արևելքի զարգացումների եւ այլ հարցերի մասին։ Օրբանը վերահաստատել է իր համոզմունքը,
համոզմունքը, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պետք է վերացվեն, մինչդեռ Մելոնին հակառակն է կարծում։ Մոսկվայի մարզի բնակիչները երկուշաբթի տեսանկարահանել են երկնքով թռչող երկնային մարմնի։ Կադրում պայծառ գունդը լույսի երկար պոչ է թողնում ընկնելիս։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան հայտնել է, որ ընկնող լուսային օբյեկտը հավանաբար 10-ից 30 սանտիմետր դրամագծով երկնաքար է եղել։ Թայվանում անցկացվել է ընտանի կենդանիների զգեստների մրցույթ, որը նվիրված էր Հելոուինին։ Տասնյակ շներ եւ կատուներ իրենց տերերի հետ դուրս են եկել պոդիում, կրելով վառ ու սարսափազդու զգեստներ։ Կենդանիները ներկայացվել են դդումների, վամպիրների կերպարներով։ Մասնակիցներից մեկը պատմել է, որ ընտրել է դասական սարսափ ֆիլմի թեման։ Մեր կերպարները պարոն վամպիր ֆիլմից են։ Ես հագնված եմ որպես դաոսական քահանա Լամ Չին Յինգ, իսկ իմ շուն Նյունյուն զոմբի է։ Կենդանիները մրցել են ամենաքաղցր ուրվական արքադիդղոսի համար, ամենաօրիգինալ եւ կրեատիվ զգեստների հաղթողները մրցանակներ են ստացել։